Հարգելի գործընկերներ, ըստ էության այս թեման բավական հասունացած է եւ մենք պետքա նաեւ առերեսվենք հետեւյալ իրականության հետ, որ մենք ըստ էության մեզ հայտնի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառների բերումով այս ոլորտում եւս պետք է առերեսվենք այն փաստին, որ ժամանակակից ավիացիոն համակարգերին պատշաճ արձագանքելու եւ պատշաճ դիրքավորվելու համար ունենք գիտելիքի պակաս, պարզապես գիտելիքի պակաս։ Եվ այդ գիտելիքը լրացնելուն համար անհրաժեշտ է նաեւ որոշակի արտառոց գործողություններ, այդ թվում պատշաճ մասնագետների հրավիրելու, որոշակի կառուցակարգեր ստեղծել եւ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կարգավիճակը որոշակիորեն վերադասավորել այնպես, որ լինելով պետական կառավարման մարմին, ինքը նաև հնարավորություն ունենա գեներացնել եւ վճարովի այն ծառայությունները, որոնք մատուցվում են, այդ ծառայությունների դիմաց նաև որոշակի գանձումներ անել եւ սեփական ստացվում է, որ սեփական բյուջե ունենալ եւ նաև մենք պետք է կարողանանք այստեղ նաև այս հանգամանքի բերումով միջազգային շուկայում մրցունակ աշխատանք եւ վարձատրություն ապահովել եւ պետք է հնարավորություն ունենանք աշխարհի նաեւ բարձր մակարդակի մասնագետների հրավիրելու, որպեսզի նրանք աշխատեն Հայաստանի Հանրապետությունում եւ Հայաստանի Հանրապետության համար եւ մենք ունենք բազմաթիվ ընդհանցակարգային խոչընդոտներ, որ թույլ չեն տվել այս ընթացքում դա անել։ Բայց նաեւ մենք սկզբունքորեն այս որոշումը կայացրել ենք, որ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նաև հաշվի առնելով ավիացիոն շուկայում մեր տեղի ունեցող բուռն զարգացումները, պետք է ունենա առանձնահատուկ ինչ-որ մի կարգավիճակ, բայց նաև մենք ուզում ենք, որ այս որոշումը եւ տրանսֆորմացիան ապահովել այնպես, որ համոզված լինենք, որ նաև միջազգային ստանդարտների տրամաբանությամբ գնում ենք ճիշտ ճանապարհով։ Սրա համար մենք ինչ ենք անում։ Մենք նաև ICAO-ի հետ հիմա պիտի աշխատենք, որպեսզի նրանք նաև մեզ խորհրդատվություն տանք, թե մենք ինչպիսի կառուցակարգեր ընտրենք, ինչպիսի կարգավորումներ ընտրենք, ինչպիսի մոդել ընտրենք, որը կհամապատասխանի մեր երկրի օրենսդրությանը, սահմանադրությանը եւ նաեւ հնարավորություն կտա, որպեսզի մենք մեր ավիացիոն անվտանգության կարգավորումները լինեն համապատասխան ժամանակակից, ամենաժամանակակից ստանդարտներին եւ մեր հասկացությունները կլինեն համապատասխան ժամանակակից բոլոր ստանդարտներին։ Եվ այս է պատճառը, որ մենք անհրաժեշտ ենք համարում, որ գնանք այս ճանապարհով եւ ելի ուզում եմ ընդգծել, ակնհայտ է, որ մենք այս ոլորտում շատ բուռն փոփոխություններ են տեղի ունենում, ելի ուզում եմ ընդգծել, որ 2017 թվականի համեմատ նաեւ Հայաստանից դեպի Եվրամիություն ուղևորահոսքերը 580%-ով աճել են։ Ես նշանակում եմ, որ դեպի Եվրամիություն մենք նաեւ պետք է լայնորեն զարգացնենք ավիափոխադրումները եւ ոչ միայն դեպի Եվրամիություն, բայց այն փաստը, որ մենք գտնվում ենք Եվրամիության հետ, մեր ավիաընկերությունները լիարժեք այդ շուկայից օգտվելու որոշակի սահմանափակումներ ունեն, կրկին էլի ստանդարտի պատճառով, կրկին էլի ստանդարտ չներդնելու պատճառով։ Ընդ որում ես ուզում եմ էլի ասեմ, ուղիղ խոստովանեմ, որ մենք այս հարցը դրել ենք դեռևս 2018 թվականից հետո։ Բայց անընդհատ, ինչպես մի շարք այլ դեպքերում, դե լավ թող որոշակի ժամանակ է պետք տալ, որպեսզի ոլորտը պատրաստվի, որպեսզի այսինքն եւ ոլորտը եւ ընկերությունները եւ մյուսները պատրաստվեն, շատ լավ։ Դե հետո մի քիչ էլ է պետք ժամանակ տալ, դե հետո այնուամենայնիվ մի քիչ էլ ժամանակ տանք, դե այնուամենայնիվ օտար մարդիկ եւ ընկերություններ չեն, մի քիչ էլ ժամանակ տանք, հետո էլի մի քիչ էլ ժամանակ տանք, հետո բայց այնուամենայնիվ կարող է ժամանակ չտանք, բայց պետք է չէ ժամանակ տալ։ Ինչը պատահում է սովորաբար բոլոր դեպքերում, խմիչքի դեպքում, բանի դեպքում, չգիտեմ, սննդամթերքի դեպքում եւ այլն, հետո մի օր գալիս ենք ասում ենք, վայ, բայց ինչի սենց եղավ։
Մենք պետք է սահմանենք ստանդարտ։ Եվ այդ ստանդարտը պետք է լինի այնպիսին, որը հստակ եւ սկզբունքորեն աշխատի։ Մենք անվտանգություն ասելով, ավիացիոն անվտանգություն ասելով, պետք է հասկանանք այն ավիացիոն անվտանգությունը, որը ժամանակակից ստանդարտով սահմանված է, որովհետև կներեք մենք ոչ մեր սեփական օդանավի արտադրությունը ունենք, ոչ էլ ընդհանրապես գտնվում ենք ավիացիայի ակունքներում։ Եվ այդտեղ մեր պատկերացումը փորձել ասել, որ գիտեք, այնուամենայնիվ մենք մեր յուրահատկություններն ունենք, մենք մեր յուրահատկություններով պետք է առաջնորդվենք, կներեք, ես այդ դեպքն է, որ չի ստացվի պարզապես եւ արդեն բոլոր հնարավորությունները տրվել են, բոլոր հնարավոր ժամանակները տրվել են եւ մենք պետք է առերեսվենք այս իրականության հետ։ Չնայած հիմա էլ ենք ստացվում, որ էլի ժամանակ ենք տալիս, էլի մտածում ենք, էլի կգնանք, հեսա կխորհրդակցենք, կգանք, բայց ես կոնկրետ որոշում եմ կայացրել, որ այլևս էլ այդ հարցը քննարկման ենթակա չի։ Մենք պետք է նոր ստանդարտով եւ ընդ որում այն ստանդարտը, որը մենք ուզում ենք, աշխարհում ընդունված է։ Աշխարհում ընդունված է, որ ավիացիոն կարգավորող մարմինները ունեն առանձնահատուկ տեղ եւ դիրք, առանձնահատուկ ֆունկցիոնալ եւ ամբողջությամբ կենտրոնացած են ավիացիոն անվտանգության ապահովման խնդիրների վրա եւ շարժվում են այդ ստանդարտով եւ մենք նույնպես պետք է գնանք այդ ստանդարտով եւ մենք հիմա այդ որոշումը պարզապես արձանագրում ենք նախնական եւ հույս ունեմ, իսկ մեր տպավորությունը ինչ է, ինչքան ժամանակում մենք արդեն պատրաստ կլինենք խորհրդակցությունների արդյունքում որոշումներ ընդունել։